Բարև ձեզ սիրելի ունգընտիրներս, Սաբել Եսայան և ընտանիքը ամարանոցը Մալտեպե գանցն են։ Այո, հիմա ամարանոցի գյանք են մասմը վիդի գարտամ։ Մարմարայի ափերուն վրա։ Մարմարայի ասիական եզերքը բադսպարված խաղաղ ձոցիգիմը մեջ հունական աննշան քաղաք մներ Մալտեպե։ Այդտեղ օդը մեղմ էր, գյանք այժմ և ձովի լոկարանները բնականին հատակված էին նուրբ ավազով։ Մանկության տարիներս ամառը ինձ կտանեին այդ գյուղը բժիշկի պատվերով։ Հետո երբ մայրս անցուց իր հիվանդության տագնապելի շրջանը, բժիշկը օգտակար համարեց ձովի լոկանքները և մորս համար։ Հայդար Փաշային մինչև Իզմիտ երկաթուղի երկայնքին շարված այդ գյուղերը գայթայթեին մայրաքաղաքին այն առաջնագարդ ցեղանի խաղողը աշխարհահռչակ Չավուշը, որ կփոխադրեին բոլիս մեծ սագարներու, քյուֆեներու մեջ եզան սայլերով, փոխադրական այս պայմաններուն մեջ։ Բնական էր, որ մայրաքաղաքի մերձավոր գյուղերը առավելություն ունեին հեռավոր գյուղերուն վրա, երկաթուղիի շինությունը շրջեր էր այդ կազմությունը։ Մինչև կարդալ Մարմարայի այդ ափի կարմրորակ հողը, բացի այգեմշակությունը, ընդունակ չէր տարածուն մշակությամ։ Կոստանդն ու Մոսոն ամենեն մերձավոր ծովափնյա գյուղերը դարձել էին ամարանոցներ, իսկ Բուդանջիկ և Մալտեպե հույն բնիկ մշակներում և Ռումելիեն եկած քաղաքականներու համար աշխատանքով ստեղծել էին բանջարանոցներ։ Առաջին տարիներուն Մալտեպե գյուղատնտեսության գուկային 2-3 արհեստավորի հայ ընտանիքներ, երկաթագործ կամ յազմաջի։ Հետզհետե սակայն Մալտեպեի համբավը մեծավ, շնորհիվ իր կլիմայական հատկություններուն, ինչպես նաև նուրբ ավազով ծածկված լոկարաններուն։ Ան դարձավ տգարագազմ և անայուն պատանիներու համար առաջնագարկ փուժատեղի։ Մեծ կազինոմը բացվեցավ Գայերանի մոտ և շքեղ հյուրանոցը ծովեզերքը։ Նավարկություն հաստատվեցավ իշխանած կղզիներուն հետ, որտեղի ամարանոցայինները գանցնեին Մալտեպե և օգտվելով երկաթուղիեն ավելի կարակացնեին երթևեկությունը մայրաքաղաքին հետ։ Մալտեպե այդ աննշան և բարձուկ գյուղը եղած է իմ մանկությանս երկնային դրախտը։ Ամեն տարի քարդան հույսը այդ վայրը փոխադրելու ինձ կվահեր դենտակին անհամբերության մեջ։ Ամբողջ ծմերը գերազեի այդ երջանկությունը, գերազեի ծովը և այն անթիվ վայելքները, որ ծովեզերքը կընծայե երեխաներուն։ Կհիշեի դաշտերը, գալսը, քոմերը և այն բարարդ ու հագեցնող հոտը, որ եզներու ռունքերեն կարտաշնչվեր, նույնիսկ աղբի և հարթի հոտը։ Կհիշեի կոկոնային տունը, ուր սենյակներ կվարձեինք, անոր դղունդ խաշնարած յորգի հետ ըրած փախուստներս թեպի հեռավոր արոտավայրեր լեռնալանջերու վրա։ Կհիշեի հռոմեական կիսավեր արկադուկերու վրայեն հանտուկն երթեր, ալբանացիներու բանջարանոցները և քամփրերը, որոնք ընտանեցած էին մեզ հետ և որոնց մազոտ և թավ գլուխները գրկելու համար բազուկներս կարճ կուքային։ Կհիշեի ընտանիքով բդույթներ սարալանջերու վրա, ուր գյուղի խաշնարածներու կհանդիպեին և որոնք մեզ կընծայեին փոքրիկ կողմներու մեջ Խոջա Եմիշը ըսված վայրի բդուղը։ Հեռավոր այազմաները
ուր որոշ տոներով ամեն կողմե գուկային գիներ ու դղամարդիկ, հույն և հունատավան, ռումելիցիներ, ալբանացի, սերբ, պոսնիակ, եփիրեցի, բարդիզվաններ, այգեմշակներ իրենց հատուկ տարազներով, որոնք երգեին խումբերով, գբարեին խումբերով և երբեմն գմենելքեին եղեգնյա սրինքի ընկերակցությամբ։ Ու այդ բոլորը վերհիշելով վերստին Գաբրիի, որոնց մասին երբեմն գխոսեի անընդհատ և երբ կանտրատարնայի, որ չեմ կարող ուրիշները վարագել իմ ոգևորությունով, կդխրեի, գլռեի, բայց և սովորություն կստանայի գրելու այդ ետ մղված զգացումներու և պատկերներու մասին։ Եվ վերջապես որոշումը գերտար առաջ Արտին Ամուջային հետ, որ իր ծանոթներեն մեկուն ցիակաշ սայլը գվերցներ, փերները գտնեին սայլին վրա, յուղապեր մորակույրս գդեղավորվեր իրեն համար սարկված անգյումը և Արտին Ամուջա սայլը գկշեր։ Իրեգունը Ամուջան առանցին գվերադառնար և մեզ գհայտներ, որ կոկանային տունը սենյակներ վարձված են, ան չեր սիրեր գյուղը և գահրամարեր մեր ճաշակը։ Ինչ եք հասկացեր բե, գսերան ատգյուղեն։ Երբ ի վարձատրություն իր գրած նեղության, երանիկ մորակույրս կսիրիրեն, Ամուջա, օրմը տունալ կնամալ տեպե, Արտին Ամուջան կբացականչեր. Էս շիհիր ուշաղի եմ, հաս չեմ ուներ գյուղացիները, խամ մարդիկ են։ Այլևս գրնային ճամպա ելնել, բայց այնքան մեծ էին հորս դժվարությունները, որ երբեմն շաբաթը գուշանային իրականացնել մեր ծրագիրը։ Ընդհանրապես առաջին օրը հայրս մեզ գնգերանար, գարկով գերտայինք մինչև Հայդարփաշա ու գարնեինք կնացքոս շոկեգարքի դեղ գացնի։ Առաջին անգամ բայրաշարժը ինձ երևցած է հսկայական մեծությամբ։ Առաջուց գիտեի մեր անցնելի կայարանները, հոգիս կթողար հուզումով, երբ ծովը կտեսնեի տարածված մեր դիմաց և փալփլուն արևի ջաջանջները։ Գնացքի մեջքիները կքանկադեին դակեն ծարավե, կցանցրանային անկորդ նստելեմ և աստիճանաբար ինքզինքս կսկայի օդար և հեռավոր իմ մերձավորներս։ Բայց հայրս կհասկնար իմ զգացումներս և արձագանք կտար իմ բոլոր հետաքրքրություններում և գրած տպավորություններում։ Այն վերջին տարին, որ Մալտե գացինք, դպրոցի շրջանը ավարտելու հետո 14 տարեկան էի։ Նախորդ տարիներու զբոսանքները և խաղերը այլևս նույն հմայքը չունեին ինձ համար։ Իմ տարիքից հույն գյուղացի տղակն ալ փոխվեր էին և մեր մեջ եղած կապերը խզվեր էին։ Նույնիսկ Գյորգին, որ 3 տարու մեծ էր ինձմե, կքաշվեր ինձ հետ խոսելու և կբահվտեր։ Ես այլևս երեխա չէի, աշխարհը այլափոխված էր ինձ համար։ Աչքերս ուրիշ կերպ կդիտեին շրջապատը, բնության տեսակները, ծովը այլևս անսահման ջուրի տարածությունը չէր, որն եզերքը կիսամերկ կխաղայինք խճակարերու հետ, այլ կապույտ ալեծուփ տարածությունը, որ խորքը կկազմեր իմ դարդամ երազներուս և ալ ավելի դարդամ ցանկություններուս։ Իմ աչքերս դխրեր էին, թիմակիցերս հանգստացեր էին մանկական ծամածռությունները և երբ երիտասարդ գյուղացիմը
իմ անցքիս հունարեն լեզվով կովեսմը ուղեր, գը շարակունեի հագարակ իմ գամքիս։ Երբեմն միտքս կսևերեր դբրոցի մեջ գրած դպավորություններուս վրա։ Բայց անոնքալ հետսեդե գը քողարգվեին մշուշով։ Մեծ եւ լայն բնությունը ինձ քրգեր էր իր ծոցին։ Եվ իմ մարդկային բնաստներս գզարտեցնեին հովի մեղմ մրմշներով, սյուքի քաղցր շոյանքով եւ հերավոր լերներու կաբույտ տեսիլքով։ Երբեմն ձովեզերքը ժայրիմը վրա նստած աչքերս հարած փերուզի բես կաբույտ ծովին եւ դխրությամբ կմտածեի, որ թերևս շուտով պետք է հրաժարիլ այս լուսայեր աշխարհեն։ Մահը ինձ կներկայանար որպես տավաճան թշնամի, որում դեմ պետք է գրվիլ բոլոր միջոցներով։ Ինձ հետ բերեր էի Թուրյանի բանաստեղծությունները եւ անverջ կգարտայի եւ աստիճանաբար յուրացնեի վաղամերիկ երիտասարդիմը հոգեբանությունը։ Քանի բադանիներ եւ երիտասարդուհիներ մեր բանաստեղծական սկիդարի մեջ մերեր էին, հողերը արեր բարգեր էին։ Մինչև վերջին շունչը երկելով իրենց հուսահատ տախիցը, անոնք թողեր էին անկիր երկեր, որ իրենց մերսավորները, ծանատները շուրթունքի շուրթունք հաղորդեր էին։ Այդ դրդում եւ վաղամերիկ երիտասարդներեն ոմանք, որոնց անշուք շիրիմներուն վրա ծննդյան եւ մահվան տվականները այնքան մերձավոր էին։ Համբադրաստից երկեր էին իրենց հուսք երկը եւ իրենց աչքերը բագեր էին շքեղ վերջալույսերու վրա։ Արդյոք ես ալ մեկը չէի այդ նախասահմանյալներեն, որ մինագս ես ինձ մեջ ամփոփված գտանեի այդ ճշի չփերը, որուն ծանրությունը հանգարտ զգացեր էի դարեգան կնություններեն հետո, երբ դբրոցը փակվել է ետ ինքս զգացեր էի մինակ եւ հոգնած։ Տենտը ամեն իրիգուն մեղմորեն, բայց համարորեն դը սողոսկեր երակներուս մեջ։ Անկնությունը գչլադեր ուժերս եւ արավոտյան թեմ միայն գնգղմեի ծանր քունի մեջ։ Ընդհատված դուրսի աղմուկներեն, գյուղական կյանքի հատուկ ցայներեն, ակլորներու զիլ երկը, եզները պարաչյունը, կոկոնային կորում կոչումը յորգին արտնցնելու համար եւ ես վերստին ծանր քունը կրդինքի շոքի մեջ։ Օհ անկուտ գեղեցկությունը անանցանելի բնության, որը առաջ անցնող ըստվեր մնե իմ նորազարդ երիտասարդությունս։ Երբ գրնագի վրա բարգած գտիդեմ երկնագամարը եւ ջերմակ ու տետև ամբերը, որոնք ծիրուցան ժանյակներու պես գզարտարեն երկինքը։ Ուշքնորեն գխորիմ, որ ես ինքս պիտի ընկղմիմ անոր մեջ։ Օհ մահ, որ ձներ ես ինձ հետ, որ եղեր ես իմ երկբորյակը, գուզեմ քեզ ջանչնալ ու նայիլ քու աչքերուդ շեշտ նայվածքով։ Մի ըսբարնար ինձ, որպես ինձ անծանոթ բադուած, թունգաս, որովհետև ես կամ, ու առանց ինձ թուսին ըստվեր մնես, ձիձաղելի խրդվիլակ։ Բանաստեղծությունը գվերջանար մահվան թեմ հարցագողական եւ ես կհաղթեմ քեզ նույնիսկ մահվանս ռոբեին եւ այլն։ Այն տարին ամառնային շքեղ եւ արևշող օրերը դեվեցին մինչև աշնան վերջերը։
Այգուն առաջին ժամերեն հետո օդի շարժումը զգալի կլար և ցանցար ամարանոցայինները հյուրերը դուրս կգային իրենց փակ բեղերով տուները։ Ոմանք կերտային դեպի բարձրությունը, ուր հինավուրց և ամայի ապարանքի առաջ մենավորիկ մայրիմը լայն ջուղերը տարածեր։ Ոմանք ալ գիչնեին ծովափ, քիչմը զովություն հուսալով։ Մոդիկ և հեռավոր բանջարանոցներու մեջ արտեզյան հորերը կսկսեին ջռնչել և հետզհետե կլսվեր կոմ դարձող անասուններու երկարացիկ պարաչումը։ Այո, այսօրվան բաժինը հոս վերջացուցի, շարունակությունը հաջորդով։ Ցտեսություն։